Դավոսում փակ դռների հետևում Զելենսկիի հետ մոտ 1 ժամ տևած հանդիպումից Թրամփը գոհ է դուրս եկել։ Մենք հույս ունենք, որ սա կավարտվի, չէ՞ որ այդքան շատ մարդ է զոհվում։ Կարծում եմ Զելենսկիի հետ հանդիպումը շատ լավ է անցել։ Իսկապես ռուս-ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը մոտ է, ինչպես հայտարարում է Վաշինգտոնը։ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Դավոս չի գնա, եթե չլինի Թրամփի հետ հանդիպելու եւ Ուկրաինայի վերակառուցման ծրագիրը ստորագրելու էական երաշխիք։ Financial Times-ը գրել է, որ Դավոսում Ուկրաինայի բարգավաճման ծրագրի ստորագրումը հետաձգվել է Գրենլանդիայի շուրջ Թրամփի եւ եվրոպացի առաջնորդների միջև տարաձայնությունների պատճառով։ Երաշխիքների մասին դեռ տեղեկություններ չկան, բայց ահա Ուկրաինայի շուրջ 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը վերացել է։ Հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը Դավոսի ֆորումի մասնակիցների առջև։ Ռուս-ուկրաինական բանակցությունների մեծ առաջընթացի մասին Դավոսում խոսել է նաև Սթիվ Ուիթկոֆը։ Թրամփի հատուկ բանագնացի խոսքով ընդամենը 1 չհամաձայնեցված հարց է մնացել։ Ամերիկացի պաշտոնյան սակայն չի հստակեցրել, թե որն է այդ հարցը։ Ուիթկոֆը նաև գովեստի խոսքեր է ասել ուկրաինական պատվիրակության մասին։ Շեշտել, որ Ուկրաինայի նախագահը միշտ հասանելի է զրույցի համար, հայտնել, որ Դավոսում ուկրաինացիների հետ քննարկել է տնտեսական հեռանկարները, այդ թվում Ուկրաինան անմաքս առևտրի գոտի դարձնելու Թրամփի գաղափարը։ Մի ուշագրավ հայտարարություն էլ Թրամփի հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգն է արել։ Նրա խոսքով Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել օգոստոսի 24-ին, Ուկրաինայի անկախության օրը, եթե Ուկրաինան կարողանա հաղթահարել սաստիկ ձմեռը։ Պուտինի հետ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի եւ Ջարեդ Քուշների հանդիպումը տեղի կունենա վաղը։ Չնայած ավելի վաղ Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ այսօր ուշ երեկոյան է Պուտինն ընդունելու Թրամփի բանագնացներին։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։